հələ սրանց քշել են նայ, ոնց են քշում։ Վարորդների բողոքը թե մոպեդների պատճառով վթարվելիս առանց վնասի հատուցման են մնում, վերջապես լուծում է ստանում։ Առաքիչի հիմա պատահաբար ավտոյի հայելին պոկի լույսը ջարդի, թե ինքն արագ անցնի գնա ստեղծված ռիսկային իրավիճակում մեքենաները միմյանց բախվեն, ապան արդեն փոխհատուցում կտա։ Ֆինանսական հարցը կարգավորելու համար որոշվել է մայիսի 16-ից երկրում նաև մոպեդների ապահովագրությունը պարտադիր դարձնել, տեղեկացնում է ավտոապահովագրողների բյուրոյի ղեկավարը։ Սեփականատերն են ապահովագրելու։ Եթե ինչ-որ կազմակերպություն առաքող եւ այլն կա, որ ունի բազմաթիվ մոպեդներ կամ նմանատիպ տրանսպորտային միջոցներ, այո, մեկ ապահովադիր որպես հանդես կգա ու կապահովագրի։ Բայց բնականաբար նույնիսկ այդ առաքիչների դեպքում ունեն եւ մահական առաքիչներ, որոնք իրենց մոպեդներով են առաքում, հետեւաբար սովորական վիզանձով կլինի անհատական։ Տրանսպորտային այս միջոցների մասով ի դեպ շատ բան հայտնի չէ, ըստ ՆԳՆ-ում եղած տվյալի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում կա երկանիվ 2594 29 հատել եռանիվ մոպեդ, տրիցիկլերի ու կվադրոցիկլերի ընդհանուր թիվը 127 է։ Մինչև հիմա քանիսն են վթարի պատճառ դարձել, որքան գումարի խնդիր առաջացրել, վիճակագրությունը լռում է։ Փոքր թեթև այդ սարքերը պարզ է մեծ վնաս մեքենային պատճառել չեն կարող, բայց քանի որ հաճախ են փորձանքի պատճառ դառնում, համակարգի ակտուարները նրանց համար հաշվել մեկ մոպեդի ապահովագրության արժեքը հավասարեցրել են ոչ ավել ոչ պակաս միջին մեքենայի ապայի գումարին։ Հետո երբ պատահարների պատկեր հավաքեն, գները գուցե նվազի, բացատրում է Վաղինակ Եղիազարյանը։ Գոնե սկզբնական շրջանում, քանի որ վիճակագրությունը քիչ է լինելու, իսկ միջին ապահովագրավճարը այս պայն, եթե չեմ սխալվում, 50,000-ին մոտ է, երևի թե մոտավորապես այդ գումարների մասին կարող է խոսք գնալ։ Արդյոք մոպեդի համար շատ թանկ չի ստացվում, կապահովագրեն, թե կխուսափեն, ապայի փողն ինչքան կբարձրացնի առաքման գինը, հարցերի շուրջ կանխատեսում վերլուծություն առայժմ չկա, ժամանակը ցույց կտա։ Որոշումը դրան չի սպասում, վաղվանից մտնում է ուժի մեջ, այնպես որ շաբաթ օրվանից սկսած մոպեդները նույնպես պետք է արդեն ապահովագրություն ունենան։ Նրանց պոլիս վաճառել պարտավոր են հայաստանյան ապահովագրական շուկայում աշխատող բոլոր ընկերությունները, ճիշտ է յուրաքանչյուրն իր նախընտրած արժեքով։ Մոպեդն ապա ունի թե ոչ, մեքենաների նույն սկզբունքով երթևեկությունում կստուգեն ճանապարհային պարեկները։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։